Համաձայնեք, որ ցանկացած ճամփորդություն մենք սկսում ենք հենց մեր հյուրանոցի սենյակներից, այնպես որ արագ տնտղելով ինձ հատկացված սենյակը, նրա հարմարությունները, որոշեցի հանգստանալ վայելելով իմ փոքրիկ դեսերտը ու պատրաստվել հաջորդ օրվա բացահայտումներին։ Դե ինչ, գնացինք։ Dubai Miracle Garden ծաղիկների այս այգին բացվել է 2013 թվականի Վալենտինի օրը։ Այգին գործում է միայն հոկտեմբերից ապրիլ ընկած ժամանակահատվածում։ Այստեղ կտեսնեք ծաղիկներով զարդարված հսկայական օդանավը, 12 մետրանոց թեդի արջը և ամենատարբեր բույսերով, ծաղիկներով և ծառերով զարդարված գողտրիկ տարածքներ։ Այգին ունի 72,000 մետր քառակուսի տարածք, որտեղ աճում են 150 միլիոն ծաղիկներ։ Տարածքում գործում են սրճարաններ և խանութներ։ Այն շատ յուրօրինակ է և շահել է Գինեսյան 3 մրցանակ։ Dubai Frame Dubai Frame-ը դիտարան հուշարձան է տեղակայված Զաբիլ պարկում։ Այստեղ կան հերթեր, բայց սպասումները լիովին արդարացված են։ Dubai Frame-ի առաջին մակարդակում գործում է փոքրիկ թանգարան, որը ցուցադրում է քաղաքի պատմությունը և կանխատեսում նրա ապագան, թե ինչպես փոքրիկ ձկնորսական և մարգարիտ հայթայթող քաղաքից Դուբայը վերածվել է իսկական ապագայի քաղաքի։ Dubai Frame-ը մեկ ժամում սպասարկում է 200 այցելու, և միայն 20 հոգուց բաղկացած խմբեր կարող են մտնել թանգարան և վերելակով բարձրանալ դիտարան։ Դիտարանի հատակը ապակեպատ է, այստեղ կարող եք վայելել երկյուղի և հիացմունքի զգացողությունները։ Frame-ի նշանակությունը խորհրդանշական է, որը բաժանում է քաղաքը հին և նոր Դուբայի։ Dubai Frame-ը բացվել է 2018 թվականին։ Այն համարվում է աշխարհի ամենամեծ շրջանակը։ Dubai Mall Dubai Mall-ը լավագույն թոփերի մեջ է։ Այստեղ կենտրոնացված են 1200 բրենդային խանութներ, բարձրակարգ ռեստորաններ, ակվարիում և ժամանցի տարբեր կետեր, ինչպես նաև ուղիղ ելք դեպի Բուրջ Խալիֆա և պարող շատրվաններ։ Dubai Mall-ը զբոսաշրջիկների ամենաշատ այցելվող տարածքն է։ Ինձ այստեղ սակայն բերեց ևս մեկ հետաքրքիր ու յուրօրինակ թանգարան՝ Dubai Art Museum։ Թվային արվեստի այս թանգարանում հավաքված են 14 ինտերակտիվ ցուցադրություններ, որոնք թվացյալ ձեզ տեղափոխում են արվեստի, տեխնոլոգիայի և բնության բազմազգայական աշխարհը։ Անցնելով ջրվեժից մինչև ծովափնյա տարածք, ծաղիկների և բուրմունքի սենյակից դեպի կենդանական աշխարհ, դուք առիթ ունեք մեկը մյուսի հետևից բացահայտել լրիվ նոր այլ ցուցադրություններ և ավարտել նույնքան յուրօրինակ ինտերակտիվ սրճարանում, երբ դուրս եք գալիս հագեցած եք տեսողական ու զգայական դրական փորձով։ Future Museum ապագայի թանգարան։ Դե ինչ, Դուբայում մեկ անգամ գտնվելով չարժի բաց թողնել այս գեղեցիկ հնարավորությունը։ Թանգարանը 7 հարկանի է, նվիրված է գիտությանը, տեխնոլոգիային և նորարարությանը։ Ինքնին այն ճարտարապետական հետաքրքիր լուծում է, թանգարանի պատուհանները ունեն 3D գեղեցիկ արաբական գրվածքներ։ Թանգարան այցելությունը սկսվում է 5-րդ հարկից, յուրաքանչյուր հարկում ցուցադրվում է ապագային տեխնոլոգիային նվիրված մեկ թեմա։ Թանգարանի ընդհանուր նպատակն է մարդկանց տեղափոխել դեպի ապագան, ընդհուպ մինչև 2071 թվականը։ Հատկապես շոշափելի է էկոլոգիայի և երկիր մոլորակի պահպանման հարցը և այն, թե ինչպես մարդիկ ապագայում կկարողանան պահպանել երկիր մոլորակի կենսաբազմազանությունը։ Դրան էր նվիրված նաև 4-րդ հարկում տեղակայված 2400 կենդանատեսակներով և բուսական տեսակներով սրահը։ Այստեղ կարելի էր անոթ մեջ պտտվել, զննել և հարցեր ուղղել թանգարանի աշխատակիցներին։ Թանգարանում գործում էին նաև այլ հետաքրքիր 3D ցուցադրություններ։ Դե ինչ, թանգարանը բավականին յուրօրինակ էր, նրա պատերին մեջբերվում էին Շեյխ Մուհամեդի հետաքրքիր մտքերը և դրանցից մեկը այն, որ ապագան պատկանում է նրանց, ովքեր կարող են պատկերացնել, մշակել և կառուցել ապագան։ Ապագան չի սպասում, այն կառուցվում է այսօր։
Թանգարանը բավականին գեղեցիկ էր նաև դրսից, որտեղ ձգվում էին հետաքրքիր տեսարաններ և առանձնահատուկ գեղեցկություն ուներ թանգարանը երեկոյան ժամերին։ Դուբայ Դելֆինարիում։ Դուբայ Քրիք պարկում գտնվող դելֆինարիումը մեր վերջին օրվա նախաձեռնությունն էր։ Այստեղ տիրում է միշտ բարձր տրամադրություն, հիանալի հնարավորություն է թե ընտանեկան ժամանցի և թե սոլո ճամփորդողների համար։ Կարելի է ոչ միայն հետևել կենդանիների ուրախ բեմադրությանը, այլ նաև շփվել և լուսանկարվել նրանց հետ։ Դե ինչ, իսկ ես թողնում եմ ձեզ վայելելու վերջին տեսարանները։ Մինչ նոր հանդիպում։